Արդեն մի քանի օր է ողջ Հայաստանը մեկ անուն է շշնջում՝ Տիգրան, երեխա, որ դեռ 2 օր առաջ խաղում էր Տամբակում, իսկ այսօր դարձել է հարյուրավոր փրկարարների ու ոստիկանների որոնման պատճառ։ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում տիրում է լռություն, որը մի տեսակ ծանր է, սպասումով լի։ Անտառներն ու գետափները, որոնց միջով անցնում են փրկարարները լապտերներով ու խոնավ հողը տրորելով, հիմա կարծես շունչը պահել է։ Հոկտեմբերի 27-ից արդեն ժամեր շարունակվում են որոնումները։ Ժամը 10-ի դրությամբ որոնողական աշխատանքներին ներգրաված է Ներքին գործերի նախարարության ոստիկանության 100 և Փրկարար ծառայության 212 ծառայող։ Աշխատանքներն իրականացվում են 7 ուղղությամբ, օգտագործվում են 6 ամենագնաց և տեխնիկական այլ միջոցներ, նշված է Ներքին գործերի նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից կամավորներ։ Կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը, անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում։ Այս թվերը միայն 4 թվաբանություն չեն, դա նշանակում է ավելի քան 300 մարդ, ծառայող, գյուղացի, կամավոր, ուղղակի անծանոթ մարդ, ով եկել է օգնելու թողնելով իր գործն ու տունը։ Գեղարքունիքի լեռներում հոկտեմբերյան գիշերները խիստ են, ցուրտը ոչ միայն մաշկին է կպչում, այլ կարծես մտնում է հոգու մեջ, բայց փրկարարները չեն նահանջում, նրանց ձեռքերի մեջ արդեն ճաքեր են առաջացել, անընդհատ ջրի մեջ, ցեխի մեջ, անտառի թաց հողի վրա, բայց ամեն քայլը հույս է, ամեն ձայն շունչ պահելու առիթ։ Նրանց կողքին են նաև գյուղացիները, տղամարդիկ, կանայք, պատանիներ, մի կին ձեռքին մոմ բռնած աղոթում է. «Տիգրան ջան, մի վախենա, Տեր Աստված քեզ հետ է»։ Ծափաթաղում բոլորը ճանաչում էին Տիգրանին, աշխույժ, քաղցր ժպիտով մի երեխա, ով մանկապարտեզում բոլորին ուրախացնում էր։ Մանկապարտեզի աշխատակցուհիներից մեկն ասել էր, որ շատ լավ ընտանիք են, երեխան միշտ կոկիկ էր, մաքուր, սիրուն հագնված։ Մի անգամ կոնֆետ բերեց, ասաց՝ «Էմա տատի, քեզ համար եմ բերել»։ Էդպիսի լավ երեխա էր, բարի սրտով։ Մայրիկը այդ նույն օրը աշխատանքից է վերադարձել ու տեսել երեխան չկա։ Դեռ չի հավատում, որ նման բան կարող էր պատահել։ Նա պատմել է, որ մի քանի րոպե փորձել են երեխային ինքնուրույն գտնել, հետո զանգահարել են 911։ Հիմա նա օր ու գիշեր սպասում է, լուռ, հուզված, բայց հույսով։ Ոչ ոք նրան հարցեր չի տալիս, այս պահին չկան մեղավորներ։ Գյուղում բոլորը գիտեն, հիմա ժամանակը ոչ թե քննադատելու, այլ օգնելու և հավատալու ժամանակն է։ Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, փրկարարներն աշխատում են 7 ուղղությամբ, ստուգելով գետի հունը, անտառի վերին հատվածը, ճանապարհները, խոտածածկ տարածքները։ Օգտագործվում են նաև անօդաչու թռչող սարքեր, ջրային տեխնիկա և որոնողական շներ։ Գյուղի եզրին տեղադրվել է ժամանակավոր հրամանատարական կետ, որտեղ ամեն րոպե թարմացվում են տվյալները։ Գիշերը, երբ ջերմաստիճանն իջնում է մինչև 0-ին մոտ, փրկարարները շարունակում են քայլել անտառի միջով լապտերների լույսի տակ։ Ժամանակը դանդաղ է անցնում, ամեն վայրկյան կարծես մի ժամ լինի, բայց ոչ ոք չի հանձնվում։ Հիմա բոլորը սպասում են մեկ բանի՝ լավ լուրի, թող այս անգամ գոնե հրաշք տեղի ունենա, թող փոքրիկ Տիգրանը գտնվի ողջ, ժպիտով ու նորից վազի իր մանկապարտեզի բակով։ Այս պահին էլ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Հովհաննեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ժամը 14-ի դրությամբ որևէ նորություն չկա։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18:00-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Հովհաննեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրեն և Ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը փոխանցել է, որ ոստիկանությունն ուսումնասիրում է բոլոր հնարավոր վարկածները։ Որոնողական աշխատանքներն ընդգրկում են բավական մեծ տարածք ինչպես համայնքի ներսում, այնպես էլ անտառամերձ տարածքներում, լճի ափերին։ Լճի վրա մեր մոտորանավակներով շրջագայություններ ենք իրականացնում, բոլոր պարամետրերով ուսումնասիրություններ արդեն կատարվել են, սակայն չնայած դրան, որոնումները չեն դադարեցվում, ասել է Ցուցուլյանը։ Նա նաև նշել է, որ այս պահին առևանգման վարկած չի դիտարկվում։
Փաստինֆոն պարզել է, որ Օվանեսովների ընտանիքը ծափաթաղ է տեղափոխվել 1989 թվականին։ Կիրովաբադի ջարդերից հազիվ փրկված ընտանիք է, 3 երեխա ունեին, հիմնավորվեցին։ Երեխաները հետո ամուսնացան, մեր գյուղում ընտանիք կազմեցին, բազմազավակ մեծ ընտանիք է։ Միայն փոքրիկ Տիգրանի ընտանիքում 5 երեխա կա։ Հորաքույրն էլ 4 երեխայի մայր է, հրաշալի ընտանիք են, աշխատող։ Չենք հասկանում որտեղ կարող է լինել կամ ինչ պատահած կլինի փոքրիկի հետ։ Փաստինֆոյի հետ զրույցում նշել է ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողլյանը։